Նախորդ ամիսների համեմատ մարտի առաջին տասնօրյակում հայաստանյան հեռուստաընկերությունները ավելի հավասարակշռված են լուսաբանել քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ Նման եզրակացության հանգել է Երևանի մամուլի ակումբը մշտադիտարկման ենթարկելով 8 հեռուստաընկերությունների եւ հանրային ռադիոյի եթերը։ Եթե նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բոլոր անդրադարձների մոտավորապես 10%-ը պարունակում էին գնահատականներ, այսօր մենք ունենք 7.2%։ Քաղաքական ոլորտն առավել ակտիվ լուսաբանել է Կենտրոն հեռուստաընկերությունը, նրան հաջորդել են Հայկական երկրորդ եւ Երկիր մեդիա հեռուստաընկերությունները։ Քաղաքական գործընթացներին առավել քիչ անդրադարձել է Շանթ հեռուստաընկերությունը։ Կենտրոնից 15 անգամ քիչ ուրեմն եթերային ժամանակ է տրամադրել Շանթը նախընտրական գործընթացներին։ Կուսակցությունների գործունեության լուսաբանման հարցում դիտարկված 8 հեռուստաընկերությունները տարբեր քաղաքական նախասիրություններ են դրսևորել։ 6-ի դեպքում առաջին տեղում է Հանրապետական կուսակցությունը, 2-ի դեպքում ես արդեն նշել եմ Երկիր մեդիա դաշնակցություն եւ Կենտրոն դա Բարգավաճ։ Իսկ հանրային հեռուստաընկերությունը, որն ի տարբերություն մյուսների ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ոչ համաչափ կերպով լուսաբանել կուսակցությունների գործունեությունը։ Այդ կառավարող մարմինը, երբ ձևավորվում է մեկ անձի կողմից, երկրի նախագահից, այն չի կարող լինել անաչառ։ Հակոբ Կարապետյան, Հովսեփ Հովսեփյան, IPF